Այս երկու տղաներին ասեմ ամոթ ձեզ, որ երբևէ հոգևորական եք եղել։ Տեր-Մուշե Քահանան դառնացած է դուրս գալիս Երևանի քննչական վարչության շենքից։ Ենթադրում է կարգալույց հռչակված Տեր Արամ Քահանան ու քահանայական կարգից չզրկված, բայց կարգալույցին աջակցող Տեր Թադեի ցուցմունքների հիման վրա են Արագածոտնի թեմի քահանաները հերթով քննչական գալիս։ Խաղաղ կյանքով ապրում էինք մենք։ Շատ ներդաշնակ, բոլորս մեր ծառայությունը գիտեինք, բոլորս մեր ծառայության ուղղությունը գիտեինք եւ ծառայում ենք։ Ինչու ընդվզեցին, այդ հարցը տվեք իրենց, եւ դա թող մնա իրենց խղճին, եւ դրա համար ես ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից, իր մայրիկից, հայրիկից, որ այո իրենց որդին դավաճան։ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը հավաքներին մասնակցելու հարկադրանքի վերաբերյալ է։ Նաթան arczepiskopos-ի ու աղա Նաբեղայի հանրայնացված հեռախոսազրույցից հետո հարուցվեց։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Փաստաբանների տպավորությամբ քննչականն այս գործով հաջողության չի հասնում եւ այժմ նոր հանցակազմի խտրականության ուղղությամբ են ծավալվում։ Քահանաները կարգալույց են արվում իրենց արտահայտած մտքերի համար։ Հավանաբար ասել են, որ մեզ միշտ նեղել են, ճնշել են, հա, եւ այդպես խտրականություն է եղել, բայց չկա այդպիսի բան։ Արդյոք քրեական վարույթի այս նոր զարգացումների շրջանակում քննչական են հրավիրվել Ստեփան Ասատրյանը, կարգալույց Տեր Արամը եւ Տեր Թադեն։ Ստեփան Ասատրյանը մեր զանգերը անպատասխան թողեց։ Տեր Թադեն հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։ Չպատասխանեմ, հա, հարցազրույց ոչ մի ձեւով փորձեմ չտալիս ընթացքում։ Քննչական կոմիտեն նույնպես տեղեկատվություն չի տալիս հիմնականում Արագածոտնի թեմի քահանաների շուրջ ծավալվող իրավական այս նոր ընթացքի վերաբերյալ։ Եկեղեցու ներսում ճնշումների ու խտրական վերաբերմունքի մասին սեպտեմբերի սկզբից ահազանգում է քահանայական կարգից զրկված Ստեփան Ասատրյանը։ Հիմա մեր առաքելությունը ի՞նչ է։ Որ կեղտը, մեղքը հեռացնենք։ Հիմա դուք ինձ մեղադրում եք կամ մայրաթոռը, եթե ինձ մեղադրում են այն հարցում, որ ես խոսում եմ, ասում խնդիր կա, կեղտ կա, մեղք կա եւ այս ամենը վարքաբեկում է որևէ մեկի անձը, ուրեմն այսպես են պատկերացնում, որ մենք ուզում ենք, որ մեղքը, անարդարությունը լռի։ 2 օր առաջ էլ նա սոցցանցային գրառմամբ ամփոփել էր։ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը 26 տարիների ընթացքում ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց։ Այդ թվում 3 եպիսկոպոս, վարդապետներ, աբեղաներ եւ քահանաներ։ Եվս 150 եւ ավելի սարկավագներ իրավիճակից դրդված սեփական կամքով հեռացել են, եւ ոմանք էլ հեռացվել են հոգեվոր ասպարեզից։ Իսկ ապօրինի հեռացված ճեմարանականների թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Եկեղեցու ներքին հարցն է կարգալուծությունը քննչականն ինչ կապ ունի տարակուսում է այս թեմայով քննիչների հարցերին հանդիպած Տեր-Մուշե Քահանան։ Իսկ ինչու պիտի քննի, երբ որ սահմանադրությամբ մայր եկեղեցին ինքնակառավարվող կառույց է եւ պետությունը իրավունք չուներ։ Սահմանադրությամբ հաստատված է։ Պետությունը միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, որը բնականաբար անթույլատրելի է, այն էլ քրեական վարույթներով, որը ավելի շատ ռեպրեսիայի է նման, քան ինչ որ ճշմարտություն բացահայտելու կամ հանցանք վերհանելու դրսևորում։ Այդպես որ լինի, ինչքան կարգալույց քահանա կա, կգա կասի իմ նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել։ Փաստաբան Արմինե Ֆանյանն անհեթեթ է համարում խտրականության փնտրտուքը եկեղեցու ներսում։ Կինը չի կարող եպիսկոպոս լինել, կինը չի կարող խորան բարձրանալ, կինը չի կարող քահանա լինել, չմկրտված անձը չի կարող հաղորդություն ստանալ, այսինքն սրանք արգելքներ են, որոնք էլի խտրականության դրսևորումներ են։ Փաստաբան Ֆանյանի խոսքով ամեն շաբաթ ծանուցում են ստանում հարցաքննության վերաբերյալ քննչական կոմիտեն ուղղակի ողողված է հոգևորականներին առնչվող քրեական գործերով։ Սա ըստ Ֆանյանի իշխանության հակաեկեղեցական պայքարի շրջանակում է։ Քրեական գործեր կամ բարձրաստիճան հոգևորականների մասով թույլ օղակներ, որոնց միջոցով կարողանում են այսպես ներքին փորձել ներքին պառակտում մտցնել եւ եկեղեցին ներսից թուլացնել։ Վաղը երկուշաբթի Արագածոտնի թեմի հոգևորականների հոսքը դեպի քննչականի շենք շարունակվելու է։ Տեր-Մուշե Քահանան սպասում են նախկին հոգևոր եղբայրների հետ հանդիպմանը Մայրաթոռի մատույցներում։ Մենք ումուր ենք մեր տեղում ու պաշտպանն ենք եւ Արագածոտն թեմի եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի։
Եթե ինքը միանում է որոշակի արշավների, չգիտեմ ինչպես որ ինքը հայտարարեց, դա արդեն ինքը գիտե, բայց հավանաբար կհանդիպենք արդեն մայրաթորի մատույցներում։